Իրան Միացյալ Նահանգները ստեղծության տապալված բանակցությունների մասին կզրուցենք Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Սաթենիկ, բարի երեկո։ Հակամարտության կողմերը ինչ է վերադառնում են նորից ռազմական գործողություններին։ Ըստ իս Լարա, հակամարտող կողմերը որդեգրել են պատերազմ, բանակցություններ, պատերազմ, ռազմավարություն, այսինքն fight talks սկզբունքը։ Այլ կարծիք չունեմ այս մասին, սակայն հնարավոր է, որ բանակցությունները ժամանակ շահելու միջոց էին, այդպիսի կարծիք ունեն Իրանում նախկին պաշտոնյաներ, ինչպես օրինակ Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեր Մոթաքին կարծում է, որ Իսլամաբադի բանակցությունները Միացյալ Նահանգների կողմից խաբեության պլան էին, այսինքն ընդհանրապես ժամանակ շահելու միջոց։ Ըստ քեզ Թրամփը ուզում է գնալ ցամաքային գործողությունների, ենթադրելով, որ օդային մարտերը այդչափ արդյունավետ չեն։ Չի բացառվում, բայց վստահ եմ, որ Իրանում նախապատրաստվում են ցանկացած սցենարի, հաշվի առնելով Թրամփի կտրուկ եւ անկանխատեսելի գործողությունները, հատկապես հուլիսի 9-ին Աղկալայի երկաթգծի կամրջի վրա վերջին հարձակումը Միացյալ Նահանգների կողմից, որը կարևոր նշանակություն ուներ Իրանի համար Թուրքմենստանի ճանապարհով դեպի Ռուսաստան եւ Չինաստան, Իրանին ել ավելի զգոն պիտի դարձնի նման գործողությունների համար։ Ի վերջո այն ծովային շրջափակումից խուսափելու կարևորագույն ճանապարհներից մեկն էր։ Իսկ եթե ծովային շրջափակում լինի եւ դրան ավելանա ցամաքայինը, այս պարագայում ավելի փաստորեն լայնածավալ շրջափակման մեջ կհայտնվի։ Այո, եւ Իրանի համար ծովային շրջափակումից բացի ցամաքային շրջափակումը ել ավելի ծանր հետևանքներ կունենա։ Սաթենիկ, իսկ ցամաքային ճանապարհով հարձակման դեպքում ինչ պատասխան հակահարված կարող է տալ Իրանը, ենթադրյալ։ Հակված եմ մտածել, որ այս անգամ Եմենի հութիները կփակեն Բաբ el-Մանդեբի նեղուցը։ Կա կարծիք, որ Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի տարածման մասին պայմանագրից կամ ընդհանրապես փոփոխել միջուկային դոկտրինը։ Իդեպ ուզում եմ ավելացնել, որ Էրբիլում տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի եռակողմ տնտեսական գագաթնաժողովը, որը թեպետ հայտարարվել է, որ տնտեսական գագաթնաժողով է, սակայն Իրանում հակված են մտածել, որ Էրբիլում կարող է ձևավորվել հակաիրանական նոր բլոկ։ Թեպետ սա պատասխանի մաս չէր, բայց կարևոր էր կարծում եմ նշել, անդրադառնալ սրան։ Շնորհակալ եմ, Սաթենիկ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։